Եկեք պատկերացնենք մի իրավիճակ։ Ինչ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետության 6 քաղաքացիներ Երուսաղեմում գիշերը ժամը 1-ին գային ինչ-որ սինագոգի մոտ, հերթով թքեին այդ սինագոգի դռան վրա, հետո այն կնոջը, որը դա կնկարեր, հայհոյեին, քարեր նետեին նրա պատուհանի ուղղությամբ եւ ագրեսիվ վարք դրսևորեին։ Իհարկե նրանց միանգամից կձերբակալեին, Իսրայելի կառավարությունը մեծ աղմուկ կհաներ, սա կպիտակավորվեր որպես տերորիզմ եւ կլիներ հակասահմանության վառ դրսևորում։ Բարեբախտաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սա չեն արել, բայց ցավոք սա տեղի ա ունեցել, բայց հակառակը։ Սա արել են հրեաներ։ Երուսաղեմում 3 գիշերը ժամը 1-ին եկել են հայկական եկեղեցու Սուրբ Հովհաննեսի մոտ, թքել են դռան վրա, ագրեսիվ վարք են ցույց տվել եւ հետո քարեր նետել են կնոջ ուղղությամբ, որը որ դա նկարել է։ Իրանց իհարկե ձերբակալել են, բայց մեծ մասին բաց են թողել։ Եվ սա առանձին իզոլացված ինչ-որ միջադեպ չի։ Երուսաղեմում հայկական համայնքը պարբերաբար ենթարկվում է բռնության, նման ագրեսիվ ինչ-որ անընդունելի բաներ են արվում հայերի դեմ Երուսաղեմում եւ այդ ամեն ինչը շարունակվում է ու մեծ մասամբ մնում է անպատիժ։ Եվ վիդեոն հրապարակելու դրությամբ Հայաստանի արտգործնախարարությունը որևէ ձև չի անդրադարձել սրան բացարձակ լռություն։ Սրա մասին միայն գրում է մամուլը։ Թողնում եմ ենթադրությունները ձեզ։